Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղում բնակվող Շուշան Ղալեջյանը սկսել է զբաղվել հելունագործությամբ ազատ ժամանակը օգտակար օգտագործելու նպատակով։ Սկզբում դա պարզապես հետաքրքրություն էր, որը ժամանակի ընթացքում դարձավ մշտական զբաղմունք։ Նա ոգեշնչվել է ձեռագործ աշխատանքներից եւ որոշել ինքնուրույն փորձել։ 6-րդ դասանում եմ սովորել հելունագործությունը, շատ շնորհակալ եմ իմ ուսուցչուհուն, շատ լավ ուսուցչուհի էր, շատ լավ սովորեցրել է։ Ու այն ժամանակից սիրել եմ, պարզապես այն ժամանակ չկային այսպիսի վաճառքներ, այսքան հետաքրքիր աշխատանքներ, այսքան տեղեկատվություն, որտեղից կարելի է սովորել։ Իսկ հիմա տեղեկատվությունը շատ է։ Ես իմ հելյունը դեռ հիմա մինչև հիմա բերել եմ, ըստեղ է ինձ մոտ է։ Սիրել եմ ամեն տարի ձմռանը, երբ ժամանակ եմ ունեցել, հանել եմ, ինչ-որ բան գործել, զբաղվել, էլի դրել տեղը, բայց այս տարի ավելի շատ սկսեցի գործել։ Հիմա ես նստել եմ, ասենք ձմեռը ինչ պետք է անեմ, ոչ մի բան չունեմ անելու, տունը հավաքել եմ, երեխեք արդեն մեծ են, ոչ մի բան չկա անելու, ճաշը եփել ես, նստել ես, ինչ անեմ, նստեմ Instagram անեմ, ուղղակի թերթեմ չէ, այդ ես չեմ, ես ուզում եմ ինչ-որ մի բան անեմ, զբաղվեմ։ Ես բացի սրանից ուրիշ գործեր էլ ունեմ, ես չրագործություն եմ անում, ջրեր եմ պատրաստում, ունեմ ջերմոց, որտեղ աշխատում եմ, էլի, ոչ որ սա մենակ էս եմ աշխատում։ Դե տան էլի տունը տանկինի ես եմ, էլի տան գործերն է, սրանք երեկոյան ես նստում եմ իմ հաճույքի հետ, ազատ ժամերին, մի հասարակ թելակույտից ստացվում եմ հատ սիրուն, ինչ-որ իր, այդ արդեն մեծ հաճույք է։ Ինձ թվում է և ինձ համար, և դիմացինի համար, և գնորդի համար։ Շուշանն աշխատում է մանրակրկիտ և ուշադիր։ Նա յուրաքանչյուր աշխատանք ավարտին հասցնում է խնամքով և հաճախ փորձարկում նոր գաղափարներ ու մոտեցումներ, ստեղծելով տարբեր կերպարներ։ Ես ինքս եթե իմ աշխատանքից գոհ չեղա, եթե ես նայեցի ու ինչ-որ տեղը դուրս չեկավ, ես անպայման պետք է քանդեմ, չեմ թողնի տենց ծուռ։ Հաճախ երեխեքն ասում են, բայց ոչ մի բան չկա, ոչ մի թերություն չկա, ասում եմ, եթե ես տենում եմ, հերիքա։ Ես պետք է այդքանը քանդեմ ու ուղղեմ, չեմ թողնի այտենց կիսատ։ Առաջինը պետք է ինձ դուր գա իմ աշխատանքը, եթե ինձ դուր եկավ, հաստատ ուրիշներն էլ դուր կգա։ Բացում ես, ինքը դառնում է տիկնիկ։ Մտածել եմ, ինչ անել, որ հետաքրքիր լինի, որ ոչ միայն ծաղիկ լինի, ու այդպիսի շատ օրինակներ ունեմ, մի մասը իհարկե վաճառվել են, մի մասը կիսատ են հլը, ու ես առաջինը, որ գործեցի, ցույց տվեցի, բոլորը հավանեցին ու միանգամից զարմացան, ինչ ես գործել, ինչ շատ հետաքրքիր է, բոլորն էլ հավանեցին, ես էլ ասեցի, դե որ հավանեցին, մեծերն էլ, փոքրերն էլ հավանեցին, ես էլ վերցրի, սկսեցի սրանցից շատ գործել։ Որ երիտասարդները, որ ուզում են մատանինը վիրեն կամ մի բան դնեն մեջը, թեկուզ են սարքենք, մատանին դնենք մեջը, ծաղիկը նվիրեն, մատանվածեն դնան մեջը մատանիկը։ Հետաքրքիր ձև է, ասենք, կամ ուղղակի երեխաները շատ են սիրում, օրինակ ով տեսել է, ով ուզել է, վերցրել են ուսես գրկել վաղ, ես էլ սիրում եմ վաղ, ես էլ սիրում եմ, ուզում սրանից ունենա, ով տեսել է, հավանել է եւ ուզել։ Սրանցից շատ եմ գործել։ Շարը 6 հատ ենք անում, երկրորդ շարը կրկնակի ենք անում, որպեսզի կլորը սիրուն դառնա։ Ինքը հելունագործությունը շատ բարդ աշխատանք չի։ Մի քանի նախշա, եթե սովորես, մնացածը բոլորը թվեր են։ Պիտի հաշվես, իմանաս, որ հատից հետո ինչ պետք է անես, հիմնականում հաշվել է, օրինակ երեխեքը ուզում են սովորեն, իմ աղջիկը փոքրը, ասում եմ պիտի հաշվես, մի երկու հատ հաշվով, այդքան հավես չունեմ հաշվեմ։ Եթե սիրով չես անում, իմիջալոց, դու այդ աշխատանքը ինձ թվում է ցանկացած աշխատանք, կապ չունի, դա հելունագործություն է, թե ճաշ եփել է, թե ուսուցչի գործն է, ցանկացած գործ ինձ թվում է, որ պետք է սիրով անես ու հաճույքով։ Եթե սիրով ես անում, զգում ես ինչ պետք է անես, արդեն ճիշտ ես անում։ Իսկ եթե չէ, իմիջալոց գործը ցանկացած գործ իմիջալոց անես, լավ չի ստացվի։ Ընտանիքը, հատկապես երեխաները օգնում եւ քաջալերում են նրան։ Նրանց աջակցությունը հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքը, իրականացնել վաճառքներ եւ սոցիալական ցանցերում տարածել իր յուրօրինակ աշխատանքները։ Երեխեքը փոքր էին, այդքան ժամանակ չկար, չէի անում։ Հիմա դե արդեն մեծ են, երկուսը ուսանող են, փոքրս ամոտս, դպրոցական։ Թելերա պետք է լինում, որ ստեղ չի լինում, ուղարկում եմ, ասում թելը գնացեք, առեք, նվախանութ, հատ հարցնում, էս այնա ցույց տալիս,
ուղարկում, հա, վաճառքի լինի, ուղարկում եմ այնտեղ, իրանք են այնտեղից հանձնում, հա, օգնում են, իհարկե օգնում են, ինտերնետով ես այդքան շատ չեմ անում, նկարում եմ, այնքան ուղարկում, ասում դե լավ, դուք վիդեո սարքեցեք։ Ժամանակի ընթացքում Շուշանը կատարել է իր առաջին վաճառքները, եւ հաճախորդների աչքերի վառ փայլը նրա համար ապացույց էր անբանի, որ իր աշխատանքը սիրվել է եւ ընտրած ճանապարհը ճիշտ է։ Դրանից հետո հայրենագործություն դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաեւ ինքնաարտահայտման միջոց։ Ես բնույթով այնպեսին եմ, որ եթե ինձ ասեն չի ստացվելու, ես պետք է հակառակվեմ։ Ու ով տեսնում է, ասում է, այդքան գործում ես, ինչ ես անելու, այդքան ինչ ես անելու։ Հետո ամռանը այդ Agrofest, Բերդ Agrofest-ը որը սկսեց, ես հայտարարությունը կարդացի ու ասացի, այ հիմա տեսեք ինչ եմ անելու։ Հիմա ոնց որ ինձ համար բացվեց, զանգեցի, գրանցվեցի, ասացին, հա, արի։ Ու ընդեղ էլ որ տարածույց տվեցի, բոլորն էլ հավանեցին իմ աշխատանքները, զգացի իրանց վառ աչքերը, ասացի ուրեմն ճիշտ ուղղության վրա եմ։ Ու հիմնականում այդ ծաղիկ տիկնիկները, անակնկալ ծաղիկները, սրանք հիմնականում, սրանք շատ հավանեցին ու ես սկսեցի սրանցից շատ գործել, մի ամիս ժամանակ ուներ, այդ մի ամսվա ընթացքում եմ, որ ասում եմ գիշեր-ցերեկ ինչքան հասցրի, գործեցի ու բոլորը վաճառվեց։ Այն անգամ տանում էի խանութ, որպեսզի վաճառեին, ճամփին տեսան, ուզեցին։ Հենց ճամփի վրից վերցրին, այսինքն մարդիկ երևի շատերը տեղեկացված չեն, չգիտեն, որ կա սենց բան, հա։ Հիմա դրա համար Instagram-ով էջ եմ բացել եւ Facebook-ով, Instagram-ով, որպեսզի մարդիկ տեսնեն, ովքեր որ սիրում են, հավանում են, կարող են պատվիրել, կարող են վերցնել։ Դե գուցե որ շատացնեմ հետագայում խանութ լինի առանձին։ Շուշանը պահպանում է իր առաջին աշխատանքներն ու առաջին հելունը, որոնք հիշեցնում են անցած ճանապարհի մասին։ Նրա խոսքով ցանկացած բարդ աշխատանք հնարավոր է հաղթահարել, եթե այն անում է սիրով եւ վստահությամբ սեփական ուժերի հանդեպ։